Մեզ շատ են հարցնում, թե որոնք են ազգային ժողովրդավարական բևեռի առանձնահատկությունները։ Դրանք շատ են, բայց ես կուզենայի երկուսը ընդգծել։ Նախ առաջինը մեր մոտեցումները ստրատեգիական են պետությանը վերաբերվող հարցերում։ Դրանք այսօրեական չեն, դրանք մեկ օրվա խնդիր լուծելու համար չեն, եւ եթե մեր մոտեցումները տարիների ընթացքում լսվեին, ապա մենք այսօր այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում չենք հայտնվի, մենք չենք կորցնի Արցախը եւ մենք չենք դառնա ըստ էության Ադրբեջանի ենթակա մի պետություն, որը անգամ իր գլխավոր օրենքը, սահմանադրությունը պատրաստ է փոխել Ադրբեջանի կամքով։ Ազգային ժողովրդավարական բևեռը Հայաստանը ընդունում է իրավական Հայաստանի իրավահաջորդ, այլ ոչ թե սովետական Հայաստանի։ Մնացած բոլոր ուժերը, որոնք մասնակցում են տվյալ ազգային ժողովի ընտրություններին, նրանք ճանաչում են Հայաստանը սովետական Հայաստանի իրավահաջորդ, որը իրավական Հայաստանը չէր։ Իրավական Հայաստանը Հայաստանի առաջին եւ միակ հանրապետությունն էր։ Սակայն այս մոտեցումը մի կողմից այո ռազմավարական է եւ ունի ռազմավարական հեռանկարը տեսնելու միտում, սակայն նաեւ լուծում է այն խնդիրները, որոնք առկա են այսօր։ 30 տարիների ընթացքում Ադրբեջանը, չունենալով որևիցե իրավական հիմք, հայտարարել է, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը ընդունած լիներ առաջին հանրապետության իրավահաջորդությունը, ապա Հայաստանը կդներ բանակցային սեղանին իր ունեցած միջազգային փաստաթղթերը եւ Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չուներ նույն սեղանին դնելու։ Սակայն այսօր, օգտվելով Հայաստանի իշխանությունների թուրքահպատակ լինելուց, Ադրբեջանը դատական հայցեր է ներկայացնում միջազգային դատարան, ասելով, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ Հայաստանը 30 տարի օկուպացրել է այդ տարածքը։ Իսկ Հայաստանի իշխանությունները ըստ էության ասում են, որ Ադրբեջանը ճիշտ է ասում։ Եվ եթե մենք ընդունենք սովետական Հայաստանի իրավահաջորդությունը եւ ճանաչենք սովետական Ադրբեջանի տարածքը, ապա Ադրբեջանը միջազգային դատարանում պահանջելու է տասնյակ եւ հարյուրավոր միլիարդ դոլարների ռազմատուգանք իր տարածքը օկուպացնելու համար։ Այսինքն այսօրվա իշխանությունների խաղաղության բարի քողի ներքո վարվող քաղաքականությունը իրականում քաղաքականություն է, որը Հայաստանը դնում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մի կողմից ֆինանսատնտեսական առումով, որովհետև Ադրբեջանը խոսում է շուրջ 150 միլիարդ դոլարի ռազմատուգանքի մասին, որը որ եթե մենք ընդունենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, մենք ստիպված ենք լինելու վճարել տարիներ շարունակ։ Մյուս կողմից, միջազգային հարաբերություններում մենք վերածվելու ենք հիտլերյան Գերմանիայի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երբ որ այդ պետությունը դարձավ լուռ, քանի որ ինքը ագրեսոր էր, դարձավ լուռ անգամ հալածանքների եւ պատժամիջոցների ներքո։ Եվ եթե մենք ընդունենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, նշանակում է մենք ընդունում ենք, որ մենք ագրեսոր ենք։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ քաղաքական ուժն է, որը չի ընդունում սովետական Ադրբեջանը եւ սովետական Հայաստանը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որովհետեւ նրանք չեն հանդիսացել այդպիսին։ Դրանք վարչական տարածքներ էին։ Եվ ուրեմն, եթե մենք գնում ենք ոչ թե առաջին հանրապետության իրավահաջորդության ճանապարհով, այլ սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի ճանաչման ճանապարհով, ապա մենք մեր ձեռքով քանդում ենք սեփական երկիրը։ Եվ մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափության եւ ստրատեգիական մտածողության։ Խաղաղություն բառով ձեզ խաբում են, խաղաղություն բառով ձեզ տանում են կառապտնարան։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ քաղաքական ուժն է, որը առաջարկում է այս ճանապարհից հետ կանգնել, եւ մենք առաջարկում ենք միանալ մեր այս առաջարկին, ընտրելով մեզ։ Շնորհակալ եմ։